Մեկ տարի առաջ մեկնարկած 5G ցանցի գործարկման արդյունքում Ucom-ը ապահովել է Հայաստանի բնակչության ավելի քան 91%-ի հասանելիությունը արագ և հուսալի շարժական ինտերնետին։ Այսօր Ucom-ի 5G ցանցը հասանելի է 42 քաղաքներում, տասնյակ համայնքներում, Հայաստանի հիմնական մայրուղիներում և սահմանային անցակետերում։ Ucom-ի համար 5G-ն պարզապես տեխնոլոգիա չէ, դա ապագայի կապն է կրթության, առողջապահության, բիզնեսի ու ստեղծարարության համար։ Մենք շարունակաբար արդիականացնում ենք ենթակառուցվածքները, ներդնելով նորագույն լուծումներ։ Սա նշանակում է բարձրորակ տեսազանգեր, մեծածավալ տվյալների արագ փոխանցում և լիարժեք մուտք նոր սերնդի խելացի ծառայությունների աշխարհ, նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Մասնավորապես 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 136 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է 34 միլիոն դրամ տուգանք, իսկ 24 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 128 միլիոն դրամ տուգանք, նշված է հաղորդագրության մեջ։ Յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար տնտեսվարողը վճարում է 250 հազար դրամ։ Այսպիսով 8 միլիոն դրամով տուգանվել են Elaxi և Հայր և որդի Երեմյաններ ընկերությունները։ Նրանցից յուրաքանչյուրը 32 չգրանցված աշխատող են ունեցել։ Չնայած տնտեսական աճի վերաբերյալ պաշտոնական ցուցանիշներին, Հայաստանն ունի հարկային հավաքագրումների լուրջ խնդիր։ Այս տարի ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների արդյունքում, որով փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռը զգալի ավելացել է, պետական բյուջե հարկային մուտքերը ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են։ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը պարզել է, որ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և շրջանառության հարկի գծով հավաքագրվել է համապատասխանաբար 567.2 միլիարդ, 306.3 միլիարդ և 55.2 միլիարդ դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր առմամբ նվազել է 14.6%-ով։ Մասնավորապես 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԱԱՀ-ի գծով հավաքագրման ցուցանիշը նվազել է 8.8%-ով, շահութահարկը 0.5%-ով, շրջանառության հարկը 5.3%-ով։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից կրկնակի բարձրացվել են փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում գործող հարկման դրույքաչափերը, իսկ հուլիսից մասնագիտական ծառայությունների հարկումը բերվել է ընդհանուր հարկման դաշտ։